Ինչպես կարող են երկու, սովորական պիցաներ սկիզբ դնել մի ամբողջ ֆինանսական հեղափոխության։ Մի քիչ տարօրինակ է հնչում, այնպես չէ, բայց հենց այս անհավանական պատմությունն էլ մենք այսօր կբացահայտենք մի պարզ ընթրիքից մինչև համացանցի բոլորովին նոր ապագան։ Ուրեմն, այս ամբողջ վերլուծությունը, որով անցնելու ենք, հիմնված է տնտեսագետ Արա Քարյանի հետազոտության վրա, որպեսզի հասկանաք, թե ինչքան լուրջ է մեր այսօրվա հիմքը, ասեմ, որ նա տնտեսագիտական գիտությունների թեկնածու է, ԵՊՀ դոցենտ, լոգիկա հետազոտական կենտրոնի նախագահ, Fintech Armenia ասոցիացիայի անդամ ու դեսպան, ինչպես նաև տոկենիզացիայի աշխատանքային խմբի համակարգող։ Հենց նրա փորձառության շնորհիվ էլ մենք կբացահայտենք այս բարդ, բայց եւ անչափ հետաքրքիր թեման։ Դե ինչ, գնացինք, սկսում ենք մեր պատմության երևի թե ամենահամեղ գլխից։ Եկեք սկսենք մի շատ պարզ հարցից։ Մի պահ մտածեք, ո՞րն է ամենաթանկ գինը, որ երբևէ վճարել եք մի պիցայի համար։ Հիշեցիք։ Լավ, հիմա պահեք այդ թիվը մտքում, որովհետև պատմությունը, որ հիմա կլսեք, ուղղակի ընդմիշտ կփոխի ձեր պատկերացումները, թե ինչ է նշանակում թանկ ընթրիք։ Ամեն ինչ սկսվեց 2010 թվականի մայիսի 22-ին։ Սովորական մի օր էր։ Ծրագրավորող Լազլո Հանեչը որոշեց, որ պիցա է ուզում։ Թվում է, թե ոչ մի արտառոց բան չէ, բայց գործարքի ձևն էր, որ արտառոց էր։ Նա չվճարեց ոչ դոլարով, ոչ թե կրեդիտ քարտով։ Նա վճարեց 10,000 բիթքոյնով։ Այն ժամանակ դա մոտ $41 էր։ Ոչինչ չէ, իսկ հիմա պատրաստ եք։ Այսօր այդ նույն 10,000 բիթքոյնի արժեք $600 միլիոն ավելի է։ Թիվը ճիշտ եք լսել։ Սա առանց որևէ կասկածի պատմության մեջ երբևէ գնված ամենաթանկ պիցան է։ Լավ, բայց ո՞նց կարող է մի քանի տողանոց կոդը դառնալ այսքան անհավանական արժեքավոր։ Որպեսզի սրա պատասխանը գտնենք, պետք է հասկանանք, թե այն ի սկզբանե ինչ խնդիր էր եկել լուծելու։ Եկեք մի պահ վերադառնանք անցյալ, ասենք 90-ականներ։ Այն ժամանակ ինտերնետը մի ազատ տարածք էր, մի տեսակ թվային վայրի արևմուտք, բաց ու ապակենտրոնացված, բայց հետո եկավ Web 2.0-ն ու ամեն ինչ փոխվեց։ Այն դարձավ ավելի ինտերակտիվ, բայց միևնույն ժամանակ կենտրոնացված։ Ու այս ամենին գումարվեց 2008-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, որը մերկացրեց ամբողջ ավանդական համակարգի խոցելությունը։ Ուրեմն հասկանանք, թե կոնկրետ ո՞րն էր խնդիրը։ Ամբողջ իշխանությունը կենտրոնացավ մի քանի տեխնոլոգիական հսկաների ձեռքում։ Այսինքն այդ ընկերությունները դարձան մի տեսակ դարպասապահներ մեր ողջ թվային կյանքում։ Նրանք կանգնեցին մեր ու բովանդակության միջև, վերահսկելով ոչ միայն մեր տվյալները, այլև բոլոր ֆինանսական հոսքերը։ Ու հենց այս ամենի ֆոնին 2008-ին, երբ ֆինանսական համակարգը տակնու վրա էր լինում, հայտնվում է մի խորհրդավոր կերպար կամ մի խումբ մարդիկ Սատոշի Նակամոտո կեղծանվամբ։ Նրանք առաջարկեցին մի հանճարեղ լուծում, մի համակարգ, որը թույլ կտար արժեք փոխանակել առանց որևէ միջնորդի, առանց բանկի կամ կառավարության վերահսկողության։ Բայց ուշադրություն, այստեղ կա մի շատ կարևոր նրբություն։ Իրական հեղափոխությունը, գիտեք, բում բիթքոյնը չէր։ Բիթքոյնը կարելի է ասել այսբերգի գագաթն էր։ Իսկական հանճարեղությունը տեխնոլոգիան էր, որի վրա այն կառուցված էր։ Խոսքը բլոկչեյնի մասին է։ Լավ, բա ինչ է բլոկչեյնը։ Եկեք շատ պարզ բացատրենք։ Պատկերացրեք մի թվային գրանցամատյան, որի պատճենները բաշխված են հազարավոր համակարգիչների միջև, ամբողջ աշխարհով մեկ։ Ի տարբերություն սովորական մատյանի, որը կարող է փոխվել կամ կորցնել, այս բաշխված համակարգը գրեթե անհնար է դարձնում որևէ տվյալ կեղծելը։ Լավ, բայց ինչի հաշվին է այն այդքան ապահով։ 3 հիմնական պատճառ կա։ Առաջին, այն ապակենտրոնացված է, այսինքն չկա մի կենտրոն, որը կարող է այն անջատել։ Երկրորդ, ամեն գործարք կրիպտոգրաֆիկորեն կապված է նախորդին, ստեղծելով անխախտելի շղթա։ Եվ երրորդ, ամենակարևորը, այն անփոփոխելի է։ Երբ տվյալները գրվեցին բլոկչեյնում, դրանք այնտեղ մնում են ընդմիշտ, կարծես փորագրված լինեն թվային քարի վրա։ Եվ գիտեք, սա պարզապես տեխնոլոգիա չէ, սա հազարամյակների պատմություն ունեցող զարգացման տրամաբանական քայլն է։ Հին ժամանակներում մարդիկ գրառումներ էին անում քարե սալիկների վրա, հետո եկավ թուղթը, իսկ հիմա փաստորեն մենք ունենք թվային, անխախտելի ու ապակենտրոնացված գրանցամատյան։ Հենց այս անխախտելի հիմքի վրա էլ փաստորեն ծնվում է մի բոլորովին նոր թվային տնտեսություն, որը հայտնի է որպես Web 3։ Որպեսզի այս ամենը ավելի լավ պատկերացնենք, եկեք մի պարզ անալոգիա օգտագործենք։ Պատկերացրեք բլոկչեյնը որպես մի հզոր ծառի արմատ։ Այդ արմատից ուրեմն երկու հսկայական ճյուղաճեցին։ Մի կողմից փողի բոլորովին նոր ձևերը, կրիպտոարժույթները, որոնցից ամենահայտնին իհարկե բիթքոյնն է։ Մյուս կողմից ֆինանսական տեխնոլոգիաները, ֆինթեխը։ Եվ թոքենոմիկան, մի ամբողջ նոր աշխարհ։
Սա արդեն տնտեսության մի նոր ճյուղ է, որը ստեղծում է արժեքի բոլորովին նոր համակարգեր։ Ու այս ամենը մեզ բերում է Web3 հիմնական առաքելությանը։ Հիշում եք այն միջնորդներին, տեխնոլոգիական հսկաներին, դե Web3-ը նախագծված է հենց նրանց հավասարումից հանելու համար։ Այս նոր մոդելով իշխանությունը, սեփականությունը եւ արժեքը վերջապես վերադառնում է նրանց, ում իրականում պատկանում է՝ ուղիղ ստեղծողների եւ օգտատերերի ձեռքը։ Լավ, բա բիզնեսները ինչ պիտի անեն։ Այստեղ գիտեք իրավիճակը շատ պարզ է։ Սա թվային դարվինիզմ է։ Կամ հարմարվում ես, կամ ուղղակի դուրս ես մնում խաղից։ Տեխնոլոգիան զարգանում է այնքան արագ, որ երրորդ տարբերակ պարզապես չկա։ Տեսեք ինչ հետաքրքիր է ստացվում։ Մենք սկսեցինք երկու պիցցայից եւ հասանք բլոկչեյնին ու Web3-ին։ Հիմա եկեք միասին նայենք ավելի հեռուն եւ տեսնենք, թե այս ամենն ինչպես է փոխում հենց արժեքի մասին մեր պատկերացումները։ Եկեք մի քիչ ավելի հեռուն գնանք։ Իսկ ինչ կլինի, եթե մենք ընդհանրապես վերաիմաստավորենք փողի գաղափարը։ Պատկերացնում եք, ինչ կլինի, եթե ապագայի արժույթն ուղիղ կապվի էներգիայի հետ, մի բանի, որը շոշափելի է, չափելի եւ համընդհանուր բոլորի համար։ Սա արժեքը կապում է տիեզերքի հիմնարար օրենքներից մեկի հետ, այն դարձնելով ավելի կայուն եւ կանխատեսելի։ Բայց կան էլ ավելի համարձակ գաղափարներ։ Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ դուք կարող եք թողարկել ձեր սեփական արժույթը եւ դրա արժեքը կախված կլինի ոչ թե ոսկու պաշարներից, այլ ձեր անձնական հեղինակությունից, ձեր խոսքի կշռից, ձեր վաստակած վստահությունից։ Սա արդեն սոցիալական կապիտալն է, որը դառնում է իրական ֆինանսական արժեք։ Մի պարզ թվացող պիցցայի պատվերից մենք ճանապարհորդեցինք դեպի մի ապագա, որտեղ վերաիմաստավորվում է մեր ֆինանսական աշխարհի հենց հիմքը։ Եվ սա մեզ թողնում է մի կարևոր հարցի առջև. եթե այս տեխնոլոգիան կարող է վերահայտնագործել փողը, այսքան հիմնարար մի բան, ապա ուրիշ էլ ինչ կարող է այն վերահայտնագործել։ Հենց այս հարցի շուրջ էլ կարծում եմ արժե մտածել։ Այսպիսով տեսակ, թե ինչ ճանապարհ անցանք տնտեսագետ Արա Քարյանի օգնությամբ։